լավ կծառայի։ Շատ լավ հարցը դրվում է քվեարկության, եթե այլ դիտարկումներ չկան, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումը ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, բայց ոչ միայն օրակարգը։ Սա մեր կառավարության վերջին հերթական նիստն է։ Ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի ձևավորման առիթով եւ այդ օրը սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք գիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո Հանրապետության նախագահը վարչապետ կնշանակի խորհրդանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին եւ հետեւաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ։ Ես ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչի արդյունքների մասին խոսել ենք եւ խոսելու առիթներ էլ կունենանք, բայց մեր մի շարք գործընկերներ, ովքեր այստեղ ներկա են, հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու իրենց աշխատանքը, մեր գործընկերների մի մասը տեղափոխվելու է խորհրդարան ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակով եւ ես շնորհակալություն հայտնելով նրանց ուզում եմ նաեւ լսել նրանց այս առիթով եւ առաջինը ձայնը ուզում եմ տալ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, թույլ տվեք առաջինը ձեզ շնորհակալություն հայտնել, որ 5 տարի առաջ այս պաշտոնը վստահեցիք, սա մեծ փորձառություն էր իրականում եւ կարծում եմ, որ հետագա գործունեության ընթացքում այս փորձառությունը շատ օգտակար կլինի։ Ես ուզում եմ գործընկերներին շնորհակալություն հայտնել, որովհետեւ այս 5 տարիներին բավականին դժվար, հեշտ, ուրախալի պահեր ենք ունեցել, մեծ նախագծեր ենք իրականացրել միասին, աշխատակազմի համակարգմամբ, դուք IPC-ին նշեցիք, մենք մինչև 10 այդպիսի մեծ նախագծեր ենք իրականացրել եւ նորից եւ ձեր աջակցության համար եմ շնորհակալ եւ համագործակցության համար եմ շնորհակալ։ Իմ նոր հասցնել ազգային ժողովն է, Բաղրամյան 19-ը, պատրաստ եմ աջակցել ձեր գերատեսչություններին, մարմինեն, այնպես ինչպես արել եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ընդ որում ես նկատեցի, որ այսպիսի մի բանաձև է փաստացի ձևավորվել 2018 թվականից վարչապետի աշխատակազմի բոլոր ղեկավարների հաջորդ աշխատանքը եղել է ազգային ժողովի պատգամավորը, Էդվարդ Աղաջանյանն է այդպիսի ճանապարհ անցել, Արսեն Թորոսյանն է այդպիսի ճանապարհ անցել եւ Արայիկ Հարությունյանը։ Խնդրեմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, պետական տարբեր մարմինների հարգելի գործընկերներ, ուժային կառույցների հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համեմատաբար ավելի համեստ շուրջ 2.5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Ես կարծում եմ, որ մեր բոլորիս սինխրոն, արդյունավետ, հոգատար, փոխլրացնող աշխատանքի արդյունքում է, որ մեր պետության համար առաջնահերթ համարվող մի քանի ուղղություններով մեզ հաջողվեց որոշակի տեսանելի արդյունքներ ունենալ վերջին տարիներին ռազմարդյունաբերության, արհեստական բանականության եւ տեխնոլոգիական ոլորտներում եւ սա ակնհայտ է, որ կառավարության համընդհանուր ջանքի եւ աշխատանքի արդյունքն է։ Այնպես որ եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում, այս տարիների ընթացքում մեր համատեղ աշխատանքի եւ միասին անցած ճանապարհի համար։ Մենք էլ ենք շնորհակալ, պարոն Հայրապետյան, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան, խնդրեմ պարոն Սահակյան։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետ այս տարիների ընթացքում Կոտայքի մարզպետի աշխատանքը ինձ վստահելու համար։ Ասեմ, որ մեծ պատիվ է ծառայել հայրենի մարզում, մեր ժողովրդին եւ մարզին,
Վստահեցնում եմ, որ մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ նաև ազգային ժողովի պատգամավորի մանդատը եւ շարունակեմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, պարոն Սահակյան։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազալի Բաղդասարյան, համեցեք Տիկին Բաղդասարյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալություն առավել քան 3 տարի այս պատասխանատու պաշտոնը ինձ վստահելու համար։ Մեծ պատիվ է եղել ինձ համար, մեծ փորձառություն եւ մեծ հնարավորություններ եւ լիահույս եմ, որ իմ համեստ հնարավորությունները կարողանամ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի վերադառնալով ազգային ժողով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ հարգելի գործընկերներ, ես էլ մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ աշխատանքի համար։ Իհարկե այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունենք եւ ունեցել ենք այս ընթացքում, մեր գործընկերները իրենց անհերքելի ներդրումը ունեն այդ ամենում, դե դժվարությունները եւ բարդությունները պահում ենք մեզ։ Մեր գործընկերներին հաջողություն մաղթելով իրենց հետագա գործունեության ընթացքում։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։